Զվարթնոց օդանավակայանի խորհրդանշական կլոր շենքի մասով առաջիկա ամիսներին հնարավոր է որոշում կայացվի։ Կառավարությունը մտադիր է Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանի հին համալիրը հանել հուշարձանների պետական ցուցակից։ Երկար տարիներ Հայաստանի այցեքարտերից մեկը համարվող շենքը կարող է կորցնել իր երբեմնի կարգավիճակը։ Դիտարկվող կառույցը Զվարթնոց միջազգային օդանավակայանի հին մասնաշենքը որպես հանրապետական նշանակության հուշարձան ընդգրկված է կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի որոշմամբ հաստատված Երևան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։ Նշված հանգամանքը ենթադրում է, որ կառույցի նկատմամբ կիրառվում են պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանությանը ուղղված իրավական սահմանափակումներ եւ հատուկ կարգավորումներ։ Հիմնավորման համաձայն հին մասնաշենքն այլևս չի համապատասխանում ժամանակակից նորմերին։ Կառավարության եւ կոնցեսիոն ընկերության միջև համաձայնեցված զարգացման ծրագրով նախատեսվում է հարյուրավոր միլիոն դոլարի ներդրում, որի շրջանակում օդանավակայանի ենթակառուցվածքները պետք է արդիականացվեն եւ ընդլայնվեն սպասարկելով զգալիորեն ավելի մեծ ուղևորահոսք։ Գտնում ենք, որ Զվարթնոց միջազգային օդանավակայանի հին մասնաշենքը որպես տրանսպորտային ենթակառուցվածք նպատակահարմար չէ ընդգրկել վերոնշված ցուցակում որպես հանրապետական նշանակության հուշարձան, քանի որ այդ հանգամանքը խոչընդոտում է օդանավակայանի զարգացման ծրագրով նախատեսված վերակառուցման եւ գործառնական արդիականացման աշխատանքների իրականացմանը։ Կառավարության նախաձեռնությունը սակայն լուրջ մտահոգություն է առաջացրել ճարտարապետների եւ մշակութային ժառանգության պաշտպանների շրջանում։ Նրանք ընդգծում են, որ կլոր շենքը հայկական մոդեռնիստական ճարտարապետության բացառիկ նմուշներից է եւ միջազգային ճանաչում ունեցող կառույց։ Մասնագետների համոզմամբ այն հնարավոր է պահպանել եւ վերագործարկել, իսկ կառավարության որոշումը կյանքի կոչելու պարագայում մեծ է հին շենքի քանդման հավանականությունը։ Ես գտա հայրիկիս ֆայլերի մեջ, էսքիզների մեջ մի նոր գաղափար, որը վերաբերվում էր օդանավակայանին, եւ դրա հիման վրա ծնվեց նոր գաղափար վերադարձնել ժամանակակից եւ արդիականացնել գոյություն ունեցող պատմական մեր օդանավակայանը։ Զվարթնոցի համալիրի ճարտարապետը Աթուր Թարխանյանը խորհրդային տարիներին ունեցել է այս շենքը լրացնող կոնցեպտներ, որոնք հնարավոր է կյանքի կոչել, արդյունքում ստանալ եւ մոդեռնիստական ոճի պահպանությունը, եւ ֆունկցիոնալություն, եւ ավելի քիչ ծախսված գումարներ, քանի որ այս շենքի քանդումն ու նորի կառուցումը ֆինանսական մեծ ծախսեր է ենթադրում, ինչը հետագայում հետ է վերադարձվելու օդանավակայանից օգտվող քաղաքացիների, այսինքն մեր միջոցով։ Մենք կարողանում ենք միայն ընդամենը 2 շենքերի վրա ավելացնել այդ թափանցիկ ծածկը, ստեղծում ենք շատ հետաքրքիր համարյա թե 70,000 քառակուսի մետր, ունենալով դրա հետ միաժամանակ 10 գիծ լրացուցիչ։ Զվարթնոցի հին համալիրը, որը 1980 թվականին է շահագործման հանձնվել, համարվում է խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության ամենանշանավոր օրինակներից մեկը։ Իր ինքնատիպ շրջանաձև կառուցվածքով այն ճանաչում է ստացել նաև Հայաստանի սահմաններից դուրս, դառնալով երկրի ճարտարապետական խորհրդանիշներից մեկը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։